Ամառային աստղագուշակության ջեքփոթ։ Ով է ստանում կանաչ լույսը մինչև 2026 թվականի սեպտեմբերը։ Սիրելի ընթերցողներ, 2026 թվականի ամառը խոստանում է լինել ոչ միայն տաք, այլև իսկապես աստղային։ Մոլորակները շարում են բարդ նախշեր, խավարումները ավելացնում են դրամատիկություն, իսկ հետադարձ օղակները ստիպում են ձեզ դանդաղեցնել։ Բայց ամենակարևորը, այս տիեզերական պարի մեջ կլինեն նրանք, ում բախտը ձեռքից կբռնի և կտանի դեպի հաջողություն։ Ովքեր են այս բախտավորները։ Եկեք միասին ուսումնասիրենք դանդաղ և հաճույքով։ Հունիս՝ փոփոխությունների բացահայտում և բախտի առաջին ակնարկ։ Հունիսի առաջին կեսը մեզ դիմավորում է հանգիստ, բայց գործնական էներգիայով։ Մերկուրին, որը հյուր է խեցգետնի մեջ, հունիսի 1-ից, սովորեցնում է ձեզ լսել ձեր ինտուիցիային և առաջնահերթություն տալ ընտանեկան հարցերին։ Իսկ հունիսի 5-ին Յունոնան, գործընկերության և հավատարմության համար պատասխանատու աստերոիդը, կժամանի ջրհոս։ Եթե ձեր հարաբերություններում զգացել եք չարտահայտված լարվածություն, այն շուտով կբացահայտվի։ Մի անհանգստացեք, սա ձեր հնարավորությունն է շտկելու իրավիճակը։ Հունիսի 13-ին Վեներան կմտնի առյուծի համաստեղություն։ Ահա այն, առաջին պայծառ նշանը նրանց համար, ովքեր կարոտել են հաճոյախոսություններն ու շքեղությունը։ Առյուծներ, ցուլեր և կշեռքներ մասնավորապես, ձեր գրավչությունը մեծանում է թռիչքաձև։ Եվ հունիսի 14-ին երկվորյակների համաստեղության մեջ նորալուսինը 24 աստիճան կատարյալ ժամանակ է կրթության, ճանապարհորդության կամ նոր մարդու հետ հանդիպելու հետ կապված ցանկություն անելու համար։ Հունիսի 19-ին Քիրոնն առաջին անգամ մտնում է ցուլի համաստեղություն։ Այս բուժիչ աստերոիդը ձեզ կհիշեցնի, որ իրական արժեքը փողի մեջ չէ, այլ անվտանգության զգացողության մեջ։ Սակայն ցուլը, կարիճը և առյուծը հնարավորություն կունենան բուժելու ինքնագնահատականի հին վերքերը։ Արևը հունիսի 21-ին մտնում է խեցգետին, իսկ Մարսը երկվորյակների համաստեղություն 28-ին։ Դինամիկան անկանխատեսելի է։ Բայց կարևոր նորությունն այն է, որ հունիսի 29-ից սկսած Մերկուրին հետընթաց է անցնում խեցգետնի համաստեղությունում, մինչև հուլիսի 23-ը։ Այո, սովորական Մերկուրիի հետադարձ շարժումը ընդգրկում է հունիսի վերջը և գրեթե ամբողջ հուլիսին։ Մի ստորագրեք կարևոր պայմանագրեր առանց կրկնակի ստուգելու, բայց նաև մի խուճապի մատնվեք։ Սա ժամանակն է վերադառնալու հին գաղափարներին և հաշտվելու սիրելիների հետ։ Եվ հունիսի 30-ին Յուպիտերը, մեծ բախտի մոլորակը, հանդիսավոր կերպով մտնում է առյուծի մեջ։ Առյուծ, շնորհավորում եմ, մինչև 2027 թվականի հունիսը դուք կլինեք ամենաշռայլ պաշտպանության տակ։ Բայց մյուս նշանները նույնպես կզգան իրենց հորիզոնների ընդլայնումը։ Հուլիս՝ հսկաների և երկնային ճոճանակների պարը։ Հուլիսի 7-ին Նեպտունը, երազանքների և ոգեշնչման մոլորակը, հետադարձ է դառնում խոյում 4 աստիճան 25 վայրկյան։ Պատրանքները ցրվում են, բայց դուք ավելի հստակ տեսնում եք ձեր իրական ցանկությունները։ Նույն օրը խոյում վերջին քառորդ լուսինը ժամանակ է գույքագրման համար։ Հուլիսի 9-ին Վեներան մտնում է կույսի նշան։ Զգայուն և գործնական նախընտրում է ձեզ կարգի բերել ձեր սերը և ֆինանսները։ Կույս, այծեղջյուր և ցուլ, ձեր նրբագեղությունը մանրամասնություններում կգրավի բոլորին։ Հուլիսի 14 նորալուսին խեցգետնի նշանում 21 աստիճան 59 վայրկյան։ Հիանալի օր է տոհմած արտնկելու համար, գնել տուն, երեխա ունենալ կամ պարզապես ամրապնդել կապը մոր հետ։ Հուլիսի 15-ից 21-ը ասպեկտների շքերթ է տեղի ունենում Ուրանի, Նեպտունի և Պլուտոնի միջև։ Ուրանի և Նեպտունի միջև սեքսթիլը հուլիսի 15 և Պլուտոնի հետ եռանկինը հուլիսի 18 հազվագյուտ ներդաշնակ կամուրջներ են սերունդների մոլորակների միջև։ Օգոստոսի 5-ին ցուլի համաստեղության վերջին քառորդ լուսինը ավելորդությունից ազատվելու ժամանակ է։ Իսկ օգոստոսի 6-ին Վեներան մտնում է կշեռք, նրա հարազատ տիրույթը։ Այս իրադարձությունը հոգու համար փափուկ վերմակի նման է։ Կշեռք, ցուլ,
ջրհոս եւ ձկներ։ Ձեր դիվանագիտությունն ու հմայքը գագաթնակետին են։ Սկսեք բանակցություններ, գնացեք հանդիպումների եւ թարմացրեք ձեր զգեստապահարանը։ Օգոստոսի 11-ին Մարսը մտնում է Խեցգետնի համաստեղություն։ Զգացմունքային, հոգատար, բայց հեշտությամբ վիրավորվող։ Ավելի նրբանկատ եղեք սիրելիների հետ։ Նույն օրը Յունոնան հետընթաց է ապրում այդ եղջյուրի մեջ։ Հին կարմիկ գործընկերությունները պահանջում են վերանայում։ Օգոստոսի 12-ը ձեր օրացույցում շրջանագծելու ամսաթիվ է։ Ցերերան, բեռիության եւ խնամքի աստերոիդը մտնում է Խեցգետնի համաստեղություն, իսկ մի քանի ժամ անց առյուծում 20 աստիճան 02 տեղի են ունենում նորալուսին եւ լրիվ արեգակնային խավարում։ Ում վրա է ֆորտունան աչք դրել ամռան մնացած մասի համար։ Առյուծ, կարմիր գորգ մինչև սեպտեմբեր։ Դուք առյուծ, բոլորից բախտավորն եք։ Յուպիտերը, մեծ երջանկության մոլորակը, հաստատվեց ձեր նշանում հունիսի 30-ին եւ կմնա այնտեղ մինչև 2027 թվականի հունիսը։ Սա նշանակում է, որ դուք բախտ եք գրավում բառացիորեն ամեն քայլափոխի։ Իսկ օգոստոսի 12-ի արևային խավարումը կակտիվացնի ձեր անձնական տարածքը։ Ինչ սպասել։ Սիրո մեջ անհավանական հաջողություն կունենաք։ Միայնակները կհանդիպեն մեկին, ով կհիանա ձեզանով, բացահայտ եւ առանց համաչելու։ Զույգերի համար աստղերը բերում են երկրորդ մեղրամսի փուլ։ Ֆինանսների մեջ սպասում են անսպասելի բոնուսներ, նվերներ եւ շահավետ առաջարկներ։ Նույնիսկ եթե դուք ոչինչ չեք խնդրել, աշխարհը ձեր ձեռքերում կդնի այն, ինչ դուք ցանկանում եք։ Այս ամռանը ձեր խնդիրն է չամաչել։ Փայլեք, հայտարարություն արեք, խնդրեք աշխատավարձի բարձրացում, գնացեք ժամադրության։ Տիեզերքը սիրում է անամոթ, բայց հմայիչ առյուծներին։ Ցուլ, փողը եւ ինքնագնահատականը ձեռք-ձեռքի տված են։ Ցուլը, Քիրոնը, բուժողը օգնում է ձեզ հունիսի 19-ից երկար ժամանակով մտնելով ձեր նշանի մեջ։ Նա նրբորեն հեռացնում է ձեր հին վախերը։ Ես անարժան եմ, ես չեմ կարող դա անել։ Ֆինանսական հաջողությունը նույնպես գալիս է դրանով։ Դուք հատկապես բախտավոր կլինեք ձեր կարիերայում եւ խոշոր գնումներում։ Եթե ցանկանում եք գնել բնակարան, մեքենա կամ սկսել փոքր բիզնես, արեք դա օգոստոսին։ Յուպիտերի եւ Սատուրնի եռանկյունը օգոստոսի 31-ին կամրապնդի ձեր հաջողությունը, դարձնելով այն հուսալի, այլ ոչ թե արագ։ Դուք նաեւ անհավանական հաջողություն կունենաք խորհրդատուների հետ։ Կհայտնվի մեկը, ով կասի. «Գնա, ես քեզ հետ եմ»։ Անձամբ դուք կարող եք ակնկալել հաճելի անակնկալներ ձեր զուգընկերոջից, այդ թվում հարմարավետություն եւ հոգու համար նվերներ։ Կշերք, թագավորական հմայք եւ սիրավեպ։ Օգոստոսի 6-ից ձեր հովանավոր Վեներան մտնում է ձեր նշանի մեջ։ Դա նման է ամենաթանկ օծանելիքը եւ մետաքսե շարֆը որպես նվեր ստանալուն։ Կշերք, դուք անդիմադրելի եք օգոստոսին։ Բախտը կհասնի ձեզ բանակցություններում եւ ցանկացած շփման մեջ։ Նույնիսկ եթե նախկինում մերժվել եք, նրանք հիմա կասեն այո։ Դուք հատկապես բախտավոր կլինեք գործընկերություններում, թե գործնական, թե անձնական հարաբերություններում։ Դուք կգտնեք ընդհանուր լեզու նրանց հետ, ում հետ վաղուց տարաձայնություններ ունեք։ Դուք նաև հաճելի ծանոթություններ կհաստատեք։ Մարդիկ բնականաբար կդիմեն ձեզ խորհուրդ եւ ժպիտ խնդրելու համար։ Օգոստոսի 28-ի լուսնային խավարումը կփակի հին սիրային հարաբերությունները, տեղ տալով նոր, շատ գեղեցիկ սիրային հարաբերությունների համար։ Եթե պլանավորում էիք հարսանիք կամ նշանադրություն, օգոստոսի վերջը իդեալական է։ Ձկներ, հուզական ջեքփոթ եւ հին հարաբերությունների ավարտ։ Օգոստոսի 28-ի լուսնային խավարումը տեղի է ունենում ձեր նշանում։ Շատերի համար սա սարսափելի է հնչում, բայց ձկների համար դա նման է երկար սպասված անձրևի երաշտից հետո։ Դուք բախտավոր կլինեք ավարտելու համար։ Այո, ավարտը նույնպես ճակատագրի պարգև է։ Դուք չափազանց բախտավոր կլինեք ազատվելով այն ամենից, ինչը ձեզ ծանրաբեռնել է՝ ձանձրալի աշխատանք, թունավոր հարաբերություններ, հին դժգոհություններ, եւ ոգեշնչումը կլրացնի դատարկությունը։
Ստեղծագործ ձկները կստանան դրամաշնոր, հրատարակություն կամ անսպասելի ճանաչում։ Անձնական կյանքում դուք կամ կհաշտվեք ընտանիքի հետ, կամ կհասկանաք, որ ժամանակն է առանց ցավի հրաժեշտ տալ։ Դուք նաև շատ բախտավոր կլինեք ճանապարհորդության հարցում, եթե գնաք ջրի, ծովի, լիճի, գետի, ոչ միայն կհանգստանաք, այլև կգտնեք կյանքի կարևոր հարցի պատասխանը։ Ջրհոս։ Ճակատագիրը փոխում է ձեր GPS-ը։ Հուլիսի 26-ից հյուսիսային հանգույցը, ձեր կարմիկ ապագայի կետը, մտավ ձեր նշան և կմնա այնտեղ ամբողջ տարվա ընթացքում։ Սա նշանակում է, որ մինչև 2026 թվականի ամռան վերջը դուք աներևակայելիորեն բախտավոր կլինեք ձեր ընտրություններում։ Դուք այլևս սխալներ չեք թույլ տա մարդկանց և իրադարձությունների հետ կապված։ Մասնավորապես դուք բախտավոր կլինեք բարեկամության և խմբային նախագծերի հարցում։ Նմանատիպ մտածողությամբ մարդիկ, որոնց հետ դուք նույն ալիքի երկարության վրա եք, կգան ձեզ մոտ։ Ձեզ հնարավորություն կընձեռվի մասնակցել ինչ-որ նոր և անսովոր բանի, և դա հաջողակ կլինի։ Աստղերը նաև նպաստում են հաջողությանը տեխնիկական հոբիներում՝ ծրագրավորում, աստղագուշակություն, ռոբոտաշինություն, ապագայի հետ կապված ամեն ինչ։ Հուլիսի 29-ի լիալուսինը ձեր նշանում արդեն իսկ սկսել է այս գործընթացը։ Օգոստոսի վերջին դուք կզգաք, որ կյանքն ինքն է ձեզ ձեռքից բռնած տանում։ Իսկ մնացած բոլորի համար կա նաև նվեր։ Եթե ձեր նշանը ցուցակում չէ, մի անհանգստացեք։ Յուպիտերի և Սատուրնի միջև օգոստոսի 31-ի ասպեկտը բարենպաստ է նրանց համար, ովքեր ամռանը աշխատել, սովորել կամ հոգացել են սիրելիների մասին։ Սա երկարատև հաջողության էներգիան է։ Ձեր լավագույն ժամը պարզապես մի փոքր ուշ կլինի։